են գնահատում, որ այս պահին հենց հարևան Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս մեծ քանակությամբ ցորեն եւ բացարձակ կարելի ասել անտեսման որևէ խնդիր չկա, մենք հակված ենք տարածաշրջանում հավասարապես բալանսավորված հարաբերությունների զարգացմանը, ինչը եւ մեր տնտեսությունը խթանելու է եւ Հայաստանի Հանրապետությունը մանավանդ վերջի օգոստոսի 8-ի ստորագրված պայմանագրի խաղաղության պայմանագրի տրամաբանությամբ դա նաեւ խթանելու է մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Պարոն Սարոխանյան, Փաշինյանը Ալիևի այն հայտարարությանը, որ պետք է մեքենաներով վերադառնան Հայաստան, ոչ թե տանկերով վերադառնան Հայաստան, չարձագանքվեց ոչ մի դե։ Միգուցե դուք արձագանքեք Ալիևի այս։ Ես չեմ ցանկանում Ալիևի որևէ հայտարարության արձագանքել։ Սա ինչ ենթատեքստ ունի այսպես։ Երբ որ հնարավորություն ունեցաք Ալիևին այդ հարցը տալու, կխնդրեմ տաք, քանի որ նմանատիպ հայտարարությունները չեն բխում օգոստոսի 8-ի Վաշինգտոնում կնքված երկկողմ նախաստորագրված պայմանագրի տրամաբանության մեջ։ Դե մենք ասում ենք, որ նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը եւ տեսնում ենք այսպիսի հայտարարություններ են հնչում նույնը Սևանա լճի մասին, որը Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ցարական քարտեզներից էր, իշխանությունը փորձում է արդարացնել եւ նույնիսկ ասում են ամենակառուցողական ձևակերպումը չէ։ Իշխանությունը չի արտարացնում, իշխանությունը ասում է այն, ինչ որ կա եւ նորից եմ ասում, նմանատիպ հայտարարությունները չեն բխում այն համաձայնագրի, այն պայմանագրի տրամաբանությամբ, ինչը որ կնքվել է Վաշինգտոնում։ Մասիսում այս պահին չունեն պաշտոնավարող եւ ըստ ձեզ իշխանությունը կհաջողվի այնտեղ իշխանություն վերցնել։ Ես չգիտեմ Մասիսում ինչ է կատարվում, տեսնենք։ Այո, հիմա բայց որքան գիտեմ, այդտեղ ընտրության մասով որևէ հայտարարություն արտահայտ ընտրության չկա։ Երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հայտարարեց, որ Մասիս համայնքում սպասվում են արտահայտ ընտրություններ, իշխանությունը այդ մասով հանդես կգա։ Բնականաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես իշխող քաղաքական ուժ առաջադրվելու է, մասնակցելու է եւ համոզված եմ, որ հաղթելու է, եթե նմանատիպ ընտրություններ լինեն։ Խոսքը մենակ Մասիսի մասին չէ, այլ նաև գործող վաղաշաբաթ համայնքում մենք մոտորերս ունենք ընտրություններ, մենք բնականաբար այնտեղ ենք հաղթելու, որովհետև մենք ունենք ուժեղ թիմ եւ ժողովուրդը սիրում է մեզ։ Ասեք, հա, ժողովրդավարական ճանապարհով ընտրության, որովհետև դուք ասում եք մեր տեխնացուն կհաղթի, իսկ միգուցե ընդդիմությունը հաղթի։ Ինչու եք բացառում դա։ Ես վստահ եմ մեր տեխնացուին, բնականաբար ընդդիմությունն էլ իր տեխնացուի ցանկանում որ հաղթի, բայց արդյունքում որոշողը ժողովուրդն է։ Իսկ մենք շփվելով ժողովրդի հետ եւ տեսնելով այն սերը հարգանքը մեր տեխնացուի, մեր քաղաքական թիմի հանդեպ, կոնկրետ վաղաշաբաթի օրինակով Արգիշտի Մեխակյանի հանդեպ եւ իր տարիների ընթացքում աշխատանքը տեսնելով ժողովուրդը այդ ջերմությունը զգում ենք եւ բնականաբար ունենք այդ վստահությունը, որ մեր տեխնացուն եւ մեր թիմն է հաղթելու։ Հիմա ընդդիմությանը որ հարցնեք, ընդդիմությունն էլ ունի վստահություն, որ իրենց տեխնացուն եւ իրենց թիմն է հաղթելու։